որ խնդրահարույց է, տեղում բավականաչափ ձայներ չի հնարավոր չի լինում հավաքել, եւ չզեկուցողով բերում եք փաթեթով անցկացնում եք, որ ասում եք այդ 30-օրյա ժամկետ եւ այլ, եթե իրոք շահագրգիռ եք, որ դրամաշակվի ու լավը դառնա այդ բացասական ստացածը, ինչ նախանգարում է 10 օր հետո հավաքանու արտահերտ նիստ դրեք, 10 օրում դրամաշակեք, բերեք, թափանցիկ անցկացրեք։ Մենք էլ կոռուպցիոն ռիսկ ենք տենում, որ դուք չեք ուզում բերեք քննարկեք, չզեկուցողով անցկացնեք, բան անեք, կամ էլ օրակարգից անեք, օրենքի ուժով դառնա, որ դիմողը կարա ինչ ուզում անի։ Այդ ինչ եք տես լավություն անում։ Նույն Արշակունյացի հետ կապված, ասենք բանը նայում ես որոշման նախագիծը, գրած է շմագ ա եղել կարծիքներ չեն, չէ առաջարկում, սուտ է դա։ Մենք բազմաթիվ անգամներ եղել ենք բնակիչների հետ հանդիպել ենք եւ վերջին շմագին էլ եղել ենք ներկայացված այնտեղ եւ կարծիքներ ու առաջարկություններ անջել։ Գոնե տենց բաներ մի գրեք։ Հիմա ինչ վերաբերում է պարոն Գրիգորյան, ձեր թույլտվությամբ արձագանք եմ ձեզ։ Այդ որ ասում եք հայտ ինչ փող է, որ 50 միլիոնը տալիս ենք Digitech-ին։ Դե լավ ասած իմաստը դա էր, հիմա բառերը պարտավոր չեմ տենց անգիր հիշեմ, բայց ես խոսացի 233 միլիոնի մասին, կամ ասում եք մինչև այդ կարող է, չգիտեմ ինչ որ լուրջ կառույցներ եք ղեկավարել, մինչև 18 թիվը մի 5 հոգու ղեկավարած կաք, ձեր ամբողջ ֆրակցիայով այսքան գումար պետական տուր քարկ մուծած կաք, որ տենց մեծ ասում եք, այդ ինչ փող է, որ ասենք մնում է մարդկանց քաշերը հաշվեք, կամ որ ասում եք, որ ձեզ բնակակ իշխանության բանկ անեք, ինչ-որ մարդկանց տուրքերը ես իմ ինչերը չգիտեմ կզրոյացնեք։ Նախորդ նիստին կառուցապատողների գույքարկի հետ կապված պարոն Հավինյանն ասաց, չգիտեմ, 5-ից 10 միլիարդ։ 5-ից 10 միլիարդ դուք եք զիջել կառուցապատողներին ձեր փոխած գույքարկի մասին օրենքով։ Մենք ենք արել։ Այս նախորդ որոշման նախագծով է 1.450 միլիոն վարչական իրավախախտում կատարածներին զիջեցիք։ Հիմա ձեր արածը փորձում եք գցել մեր գրպանը, որ ինչ անեք։ Ինչ վերաբերում է, որ ասում խայտառակությունը, պետք է խայտառակություն չի, ոչինչ, պարտվել ենք, վերանայում ենք։ Երբ որ հանրապետության երկրորդ, երրորդ քաղաքներում չեք կարողանում հաղթել, Բերդում չեք կարողանում հաղթել, Ալավերդում չեք կարողանում հաղթել, Փարաքարում չեք կարողանում հաղթել։ Սուկյասն ամենայն հարգանքով բոլորին թեմայից մի շեղը։ Թեման կոնկրետ նախագիծն է, որ ձեր խմբակցության անդամը ներկայացրել է, խնդրեմ։ Միացրեք, ամփոփում եմ խոսքս, ու այդ ժողովրդավարությունը, որտեղ շատ թմբկահարում եք, եվրոպական ժողովրդավարական մոդելներում, երբ որ իշխող ուժը թիմ ընտրություններում այսքան պարտություններ է գրանցում, նա գնում է համապետական արտահերթ ընտրությունները հասկանալով, որ կա վստահության ճգնաժամ։ Բա դուք ինչի չեք գնացել այսքան ժամանակ։ Նախագիծը շատ արդիական է, նախագիծը խնդիր ունի իր առջև լուծելու, որ լինի հրապարակային եւ բացասական եզրակացություն ստացած որոշման նախագծերը անպայման հանրությունը հասկանա, թե ինչի է ստացել բացասական եզրակացություն եւ իշխանությունն էլ բարի լինի լրամշակի եւ ոչ թե թողնի օրենքի ուժի հույսին, որ ով իրենց հետ փոխկապակցված է, օրենքի ուժով կարողանա ստանալ։ Դե եթե մեր ենթադրությունը անհիմն է, լրամշակեք արտահերթով բերեք, տեսնենք, որ ամեն ինչ դուք շտկել եք եւ կատարելագործել։ Շնորհակալություն խնդրեմ Տիկե Խաչատրյան։ Բայց հարցի շուրջ, չէ՞։ Ասում եք պետք է անցնի մեր նախագիծը։ Հենց ամբիոնից պետք է իրոք ձեր իսկ բերած նախագծի քվեարկությանը նույնիսկ ձեր եւ ձեր քույր խմբակցության անդամների կեսը ներկա չեն քվեարկությանը, ժողովուրդ ջան։ Այնպես որ Հանրապետություն խմբակցությունը Քոչարյանացին Դոնբասի անդոների խմբակցության բերած նախագծին դեմ է քվեարկում։ Ժողովուրդ ջան, հանգիստ։ Ես առաջարկում եմ անցնել քվեարկության։ Խնդրեմ, եզրափակիչ ելույթ։